Կանոնադրական խնդիրների իրականացումը փրկարարծարայության պետն ավելի է կարևորում, քանի որ հենց քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, հրդեհային, տեխնիկական անվտանգության, սեյսմիկ պաշտպանության, հիդրոօթերոթաբանության և պետական նյութական պահոստի բնագավառներում իրականացող քաղաքականությունից է կախված երկրի ներքին պաշտպանական մեխանիզմների արդյունավետությունը։ Հաշվետու տարում թաքստոցների վիճակի պատշաճ մակարդակի պահպանման համար գործողության մեջ են դրվել թաքստոցների անձնագրերը։ Բավարար է մնում անհատական պաշտպանության միջոցներով բնակչության ապահովման հարցը, հատկապես պաշտպանական համազգեստներով։ Հաշվետու ժամանակի ընթացքում աշխատանքներ են տարվել տարհանման պլանների ճշտման ուղղությամբ։ Զորահավաքային պատրաստականության առումով 2012 թվականի մայիսին կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվել է ծառայության պատերազմական ժամանակաշրջանի կառուցվածքը։ Զորահավաքային հիմնական միջոցառումների իրականացման նպատակով Ստեփանակերտի եւ շրջանային զինվորական կոմիսարների հետ անց է կացվել ծառայական հանդիպումներ։ Փրկարարծարայության մարտական զորահավաքային պատրաստականության ապահովման նպատակով իրականացվել է զորահավաքային ռեսուրսների ճշտումներ, ինչը իրականացվել է զինկոմիսարիատների կողմից տրամադրված այն անձանց տվյալներով, որոնք զինապարտության օրենքով չեն զորակոչվում պաշտպանության բանակի շարքերը։ Այսօր շուրջօրյա հերթապահություն են իրականացնում կենտրոնական ահազանգման կառավարման կետում եւ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումում։ Շուրջօրյա հերթապահությունում ընդգրկվում է միջինը 70 մարդ եւ թվով 8 հրշեջ փրկարարական մեքենա։ Լոյ տարածքում հրդեհների գրանցման համար վարվում է աշխատանքային քարտեզ։ Հակարդեհային ժամանակաշրջանում փրկարարծարայության տնօրենի մայիսի 14-ի հրդեհային միջոցառումների ընթացքի ստուգման եւ օգնության ցուցաբերման մասին թիվ 61 եւ հունիսի 5-ի բերքահավաքի ժամանակ հրդեհային անվտանգության ապահովման մասին թիվ 75 հրամանների պահանջների տարածքային ստորաբաժանումներին ցուցաբերվել է համապատասխան մեթոդական եւ գործնական օգնություն։ Մշակվել եւ հաստատվել են հակահրդեհային անվտանգության ապահովման կանոնները։ Այսօր արդեն ողջ հանրապետությունում հրդեհների գրանցման համար վարվում է աշխատանքային քարտեզ։ Կենտրոնի կառավարման կետում ստացվել է եւ մշակվել 2535 հաղորդագրություն, որից արտակարգ բնույթի ահազանգերի թիվը կազմել է 2056, 11 թվականի 1796-ի դիմաց, իսկ մնացած 479 հաղորդագրությունները բնակչության սպասարկման ոլորտի այլ ծառայություններ են։ Արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետևանքների վերացման ուղղությամբ 2012 թվականին չպայթած զինամթերքի հայտնաբերման եւ ոչնչացման 91 դեպք է գրանցվել։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ Հելոտրաս միջազգային հումանիտար կազմակերպության կողմից իրականացվող զինամթերքի հայտնաբերման եւ ոչնչացման աշխատանքների թվականակները տարեստարի նվազում է, որի հետևանքով ավելանում է փրկարարծարայության ինժեներասակրական խմբի աշխատանքների ծավալը։ Արտակարգ պատահարների հետևանքով դժբախտաբար եղել է նաև մարդկային կորուստներ։ Զոհվել է 19, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 212 մարդ։ 2012 թվականին իրականացվել է պլանով նախատեսված 19 շտաբային ուսումնավարժություն, ուշադրության կենտրոնում էին նաև հրամանատարական պատրաստության, հրահանգչամեթոդական եւ մեթոդական պարապմունքները։ Առաջին անգամ անցեկացվել նաև 3 հրամանատարաշտաբային ուսումնավարժություն։ Հրամանատարաշտաբային ուսումնավարժություններում ընդգրկվել են թվով 77 համայնքներ, այդ թվում 52 համայնք Ասկերանի շրջանում եւ քաղաք Ստեփանակերտում 2 թաղամաս։ Ի տարբերություն 11 թվականին ներկայացված ուսումնավարժությունների 12 թվականին հարկ է նշել նախապատրաստման մակարդակի բարձրացումը, ընդգրկված ազնագազմի քանակի, պրակտիկ գործողությունների կատարման ծավալի ավելացումը։ Հաշվետու տարում իրականացված աշխատանքները դրական է գնահատել կառավարության ղեկավարը վարչապետ Արա Հարությունյանը կազմակերպված աշխատանքի գոհացուցիչ արդյունքներից է խոսել։ Մի 10 տարի առաջ մեր բոլոր գյուղացիների համար դա ամենամտահոգող խնդիրներից մեկն էր։ Մանավանդ հակահրդեհային հակակարգտային առումով ես կասեմ, բայց հակահրդեհային առումով մենք լուծել ենք այդ խնդրը եւ շնորհիվ ձեզ, շնորհիվ նաեւ այն միջոցառումների, որը իրականացում է համատեղ վարչակազմի ղեկավարների, վարչակազմի ծառայության պետերի եւ փրկարարծարայության աշխատողների հետ համատեղ։ Եվ վերջի տարիների հաշվետվություններում հրդեհների տրված վնասը ծորենի հիմնականում ծորենի առումով մի քանի հեկտար, 10-15 հեկտարի կազմում ընդամենը։ Չեն շրջանցվել նաև խնդիրները, դրանցից մի քանիսի լուծման գործում անալիք ունի նաև քաղաքաշինության նախարարությունը։ Լուրջ ուշադրություն պետք է դարձնենք տեխնացին վթարների կանխարգելման ուղղությամբ եւ սա մեծ աշխատանք է պահանջում։ Իհարկե արդեն սկսել է կանոնակարգել, բայց եթե կան երևույթներ, դեպքեր, որի արդյունքում մենք ունենում ենք կորուստներ մարդկային, դա պետք է կամ
բացառել կամ հասցնել նվազագույնի։ Փրկարների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ լավ նորություններ այս տարի չեն լինի։ Աշխատավարձերի բարձրացում նախատեսվում է 2014-ին։ Ամեն դեպքում փրկարները շարունակելու են իրենց անձնվեր ծառայությունը, իսկ լավագույններին այսօր ծառայության տնօրենն է խրախուսել։ Սամվել Բալայան, Հովիկ Արաքելյան, օր։